Բարև ձեզ սիրելի ժողովուրդ, նորից խոսում ենք, իսկ գործ անելու համար այդպես էլ չկարողացանք իրար գլխի հավաքվել, անընդհատ բոլորին ասում եմ եկեք հավաքվենք, անընդհատ հանդիպումներ, կտոր, այստեղ այնտեղ, տղերք, տենց հարց չի լուծվելու։ Մի մասը ես իմ ինչ-որ ընտրությունների եք պատրաստվում, մի մասը քաշվել եք անկյուններ, այդպես չի լինելու, այդպես կարգ չկա։ Եկեք հավաքվենք վերջապես, մի անգամ հավաքվեցինք բոլոր հայերով իրար գլխի ու ստացվեց Արցախ ունենալ։ Եկեք մի անգամ հավաքվենք, որ գոնե Հայաստանը չկորցնենք։ Ալիևը իր հայտարարության մեջ, ասեմ իդեպ այուղտ Ալեն Սիմոնյանին, Ալիևը էդ որ ասում էր, դատապաշտպանն ես դարել ես վերջերս Ալիևի, էդ որ ասում էր գոյչա, էդ հարցազրույցը իր ներքին լսարանի համար չէր տալի, էբիսին էր տալի, էդ մեկ, և հետո, Ալիևի իր էդ ասած Ադրբեջան կոչված կովկասյան թաթարների էդ հավաքածուն, որ լեզգիների ավարների, թալշների հաշվին պետություն սարքեց Լենինը, որպեսզի ունենա հակադրում Կովկասյան քրիստոնյա ազգերին և կրոնը չտարածի Կովկասում։ Ադրբեջանը դեռ ծրագրված չէր, երբ Գեղամալիճը գոյություն ուներ։ Սևանը դա Գեղամալիճն է, եթե ինչ-որ մեկը պատմություն չգիտե, այ ուղտ, հերդ որ ողջ լիներ հիմա մի հատ լավ թաթալոշ կուտեիր Ալեն Սիմոնյան, հաստատ կուտեիր, գիտեմ։ Դա Սևանալիճն է, այսօր եղել է Գեղամալիճը պատմության մեջ, Գեղամալերների մեջ, ու գոյչա գոյություն չունի նման բառապաշար, ինչ վերաբերվում է Ալիևի ավտոներով են գնալուն, հիմա դե եթե ես ստուդիայից չխոսեի, կասեի ինչ ես անելու, հայի թերմացք, էդ որ հիմա քեզ դրել ես թուրքի տեղ, մի հատ գոնե նեղություն քաշի, պապերի տանցյալը վերլուծի, Իլհամ, որ լավ փորես կարող է հասկանաս որ, պետք է ոչ թե Ալլահ Ակբար գոռասալ չոքես խաչ քաշես դեմքիդ, Սիսյանցում մնացորդ, հիմա անցնենք մեր թուրքատականքներին, Նիկոլ դեն որ դու թուրքի պալաս ես, թուրքի բիջ ես, հետի ես մեռա ասելով, բայց հիմա արդեն բերանդ էլ չէ բացվում, Ալիևին հակադարձես, դե ինչի պետք է բացվի, քո հայրենիքի Ադրբեջանի մասին է խոսքը, դուն դեղի հերոսն ես, չէ, ասում էիր ինչ, ասում էիր Ալիևը ասելա նկատի ունեցել, ինչա նկատի ունեցել, ուրեմն լսի, դու պատասխան ես տալու ու դրանից փախնելու ձև չունես, պատասխան ես տալու հայերին, գենետիկ հայերին, մեզ, ուզում ես բանտարկի, ուզում ես կախի, ուզում ես շուրտ ու գլխի վեր, քանի դեռ գեր վճարված անհայրենիք եթիմները, ոստիկանները, քեզ պահում են, քամակդ պահում են, Նիկոլ, դեռ հոխորտա, Հովանավանքում, հույս ունեմ Թալինում գոնե սասունցիների արմատներ կա, տղերք, որպես սասունցու գեն եմ ասում, թույլ չտակ պաղծի Թալինը, պաղծես Թալինը, ուրեմն պաղծելու է սասունի իշատակ էտ անասունը, Նիկոլ, են որ դու կենթանի ես երկոտանի, էտի ես ասել եմ քո մոտիկ կրուգի մոտ, ու գիտեմ որ հասելա քեզ, դու կենթանի ես, երկոտանի, կենթանին ապսոսա քեզ, այդ թուրքի բիջ, դուրս արի գնա, հայի արուն չես թափելու, չենք թողելու, մաշեցնելու ենք մինչև քոք, դու քեզ մաշում ես, դու ինքնասպարվել ես այլևս, էլ ձև չունես, չէ թուրքերն ասում են, գարդաշ, բա ինչ եղավ, բա եկեղեցիները պետք է փակի իր հայկական, գնա աղանդները փակի, այդ կյանքի խոսքի ոչխար, դու ես քրիստոնյան,
Մի հատ ասա տեսնեմ, որ եկեղեցու կնունք ես, հայ քրիստոնյա, այ պիղծ, 4 անօրինական ժառանգ ունես, մի կնոջից դու ես կուսակրոնությունից խոսում, որի հետ ոչ մի օրենքներով ամուսնության մեջ չես, ու արդարացումներ մի փնտրի 8-րդ տարին արդեն դու վարչապետ ես Սևինսակին, ու դեռ էլի ամուսնացած չես ոչ մի օրենքով, ու քեզ թվում է Հակոբյան Աննային մենք մոռացել ենք, որ երկրից ղրկել ես, այդ թուլեքիդ մոռացել ենք, ու նրանք պատասխան չեն տալու իրանց հարազների համար, Աննան քո հանցակիցն է, Բորենի Աննան քո հանցակիցն է, կնիկդ կլինի, սիրուհիդ կլինի, թե ինչդ կլինի, մեզ դա հետաքրքիր չի, նրա միջոցով ես դու փողեր լվանում, նրա միջոցով ես դու ստանում հրահանգները, քո տերերից, այդ ամբարոյական անվորակից, ու քո այդ ուղարկած վեյքերը, որ ամեն ելույթներից տակ հաչում են, այդ քո վճարված թուլեքը, չեն կանգնեցնելու, որովհետև թուրքի հայոյանքին հայոյանքով են պատասխանում, և բանի տեղ չեն դնում, նա արժեք չունի։ Իսկ ինչ մնում է այդ, որ ասում եք, գնացեք սենց արեք, գնացեք նենց արեք, ասողներդ գնացեք արեք, տղա չեք, այդ որ ասում եք մեծ, մեկն էլ դուք եք գնացեք արեք։ Նիկոլը պատասխան է տալու, դատով, դատաստանով, Նիկոլը, Ալենը, են Արարատը, որ դարել էր հետո Արապատ, իդեպ արդեն չոքել Ալլախ ակբար ես արել արո, դե պլիսոսով յոլա ես գնում, հիմա կնգատ են չէ տարե պաշտոն տվել, ֆոնդ են տվել, քիչ եք լափում, հիմա ուզում եմ անդրադառնալ բոլոր գերիների ծնողներին, ես գիտեմ, որ ձեզ խեղճացնում են ասելով, որ ձեր որդիները տուն են գալու, քանի տարի արդեն խաբում են, և ասում են, որ ձեր մի հանեք, արեք սա, արեք նա, մի արեք ոչ մի բան, ձեր որդիներին ոչ ոք չի պատրաստվում հետ բերել, ծանր բան եմ ասում, դառը բան եմ ասում, իմ կարծիքը գերիների մասին գիտեն բոլորը, դրական չէ, բայց նրանք մեր ազգի մի մասն են ու մենք պարտավոր ենք նաև մտածել նրանց վերադարձի մասին, թեև և որ շատ անկեղծ լինեմ, հարգի չեմ համարում այդ մասին խոսելը, որովհետև իմ կարծիքով զենքը ձեռքին տղամարդ տղեն, եթե հիշողությունը վրեն է, ծանր վիրավոր չէ, պարտավոր է գոնե ինքնասպան լինել, եթե իր հետ մի քանի թուրք չտանի, դա որպես ֆիդայու խոսք, հիմա ուզում եմ էջմիածնի ընտրություններից մի երկու բան ասել, գիտեմ ինչ է կատարվում ենտեղ, գիտեմ, որ իդեպ ուզում եմ հասկանալ, Արամիկ դու վարչապետել եղար, էդ ոնց է որ աղբորդ սպանությունը քո Ջեհանգիրյանի հետ չփորձեցիր գոնե բացահայտել, էդ որ տես լավ դրա, դա սարքել ես ձեռդ կոզոր ընտրությունների ես գնում, ուրիշ սարքելու բան չկա, չէ ձեռդ կոզոր, հլը հարցա, Վազգեն Սարգսյանի սպանվելուց ով ամենաշատը շահվել քեզանից բացի, ու բազմակետ, բերանս բացել միտու, ենքո կովերին էլ հավաք ենանի Խաչատրյան, Մաչատրյան, զիբիլ միբիլ, քաղաքապետին մի հատ լամուկ ունես, որ իրան թվում է, թե ինքը տենց էլլա գիտի տղայա դարել, Էջմիածնում շատ լավ մարտական ընկերներ ունեմ, կոչ եմ անում բոլորիդ տղերք, եկեք սատար լինենք, ընդիմադիր ուժերին, վերցրին վաղարշապատը, Երևանը փրկել չենք կարողանալու, հարկավոր է պաշտպանել վաղարշապատը, այնտեղ մեր կրոնն է, այնտեղ մեր սրբավայրն է, վաղարշապատից, այս անգամ ոչ թե Գյումրիից, այլ վաղարշապատից, սրբավայրից է սկսվելու սրբագործումը Հայաստանի, գնում ենք հաղթելու, միավորված հաղթելու,
բռունցքով, մատները հատ-հատ շատ հեշտ է ջարդել, տղերք եկեք բռունցքվենք, ինչպես որ մարտադաշտում էր, սա էլ է մարտադաշտ, գրչով, խելքով, պետք է լինի զենքով, ամեն ինչով, հարկավոր է վերջապես ես թուրքերի դեմը առնել, թե չէ Հեյդարիկի Իլխամիկը, իսկականից կգա իր կորած անհայտ պապու, հայ պապու, գերեզմանը փնտրելու Սիսիանում, հաստատ կհասնի մինչև Սևան, եթե թույլ տաս ժողովուրդ, երբևէ ձեզ հարց տվել եք, ինչի Հայաստանից յուր ժամանակին հեռացավ Անդրանիկը, հետո Նժդեհը, երբևէ ժողովուրդ ձեզ այդ հարցը տվել եք, գիտեք ինչի համար, որովհետև տեր չեղար քո հերոսներին, որովհետև դու մեռել ես սիրում, պետք է մահանան, զոհվեն, որ գնաս մոմ վառես, մի հատ երկու հատ արդյունք շպրտես ու ասես վայ հերոսեր, չպահեցինք, կենթանի հերոսներին տեր եղեք, 44 օրյայի մեր տղերքը, վիրավոր, փշրված, հետ եկած մեր տղերքը, մահը հաղթած մեր տղերքը, բոլորիս օգնության կարիքն ունեն ու ոչ մեկ դրա մասին չի խոսում, մեր կարիքը ունեն մեր զոհված տղաների, նրանց ովքեր որ երեխաներ ունեն, ովքեր որ ընտանիքներ են թողել, նրանք ունեն մեր կարիքը, Նիկոլը մի հատ թոզ փչեց բոլորի աչքին ու համարեց այդ հարցը փակվել է, հիմա էլ ասվա ջնջենք, նորից սկսենք, քիչ ես լափել, թուրքի թուլա, մի հատ ես սկսես, մի հատ էլ ունես լափելու, Սյունիքը չես մարսելու, չես լափելու, չի լինելու, Արցախն էլ բկիտ է մնացել արդեն, հետ ես տալու, Նիկոլ, ու հայկական դատով ես հետ տալու, ու սոսկ խոսքեր չի, իսկ ընդիմադիր ուժերին, հերիք է խաղակ, հերոս տղերք, բոլորիդ եմ ասում, գործ արեք, գործ հավաքվեք իրար գլխի, մի կողմ դրեք ամեն մեկըտ ինչ եք ուզում, ամեն մեկըտ ոնց եք ուզում, ու հասկացեք մի պարզ բան, դուք առանց իրար ոչինչ եք, ոչինչ, հատիկ բոլորիդ խժռելու են թուրքերը, եթե իրար հետ չլնեք, եթե իրար կողք չլնեք, ու ամեն մի, որտև շատ եք գրում, ասել եմ անպայման դրան անդրադառնալու եմ, ամեն մի ասողի, չգիտեմ են ռոբա սերժական, սերժա ռոբական, հանգստացեք վերջապես, թուրքա Նիկոլականը Հայաստանը, վաղուց, Էնվեր, պլուս Ալիև, հավասար է քպը, Քեմալի պուճուրներ, ես պուճուր չեմ ասում, ուրիշ բառ եմ ասում, ստուդիայից չեմ ասի, հանգստացեք ու եկեք գործ անենք տղեր քերիքի անկյուններում խռոված կնանիքի նման իրար գլխի հավաքվեք ու անընդհատ ասեք սես չեղավ, նենց չեղավ, սա գնաց, նա եկավ, սուտ ասաղ, դրանք սուտ ա, Նիկոլի շոուները կանգնեցնել ա պետք, Թալին, առաջի բոյը քոնը պետք է լինի, որտև դու սասունց ու զարմես, հուսա մեջներդ կա թաթուլ դեր, Ես գիտեմ, որ լավ կռված տղերք ունենք ընդեղ, տղերք, դուք ինձ գիտեք, պետք լինի կողքները տեմ, պետք ա Թալին թույլ չտալ պղծի, որովհետև Թալինում Սասունի մասունքներն են, Սասունի իշատակն է նաև պղծվելու Թալինում, եթե Նիկոլը կարողացավ Թալինում, թատրոն տալ, Իսկ են տերտերներին, ես ծյոպիկ, ես իմ ինչ-որ թազայլ հուդաներա, չէ ճարել վճարովի, աբիժնիկ կյանքից, չգիտեմ խի, թե կամպրամատների տակապահում, խորուրդ կտամ, ավելի լավ է, հրաժարվեք սքեմից, այդ սանից, քան թե հրաժարվեք
մարդ լինելուց։ Ստյոպիկ, դու արդեն ինքդ քեզ պղծել ես, ապաշխարելն էլ կարծում եմ այլևս այդ շանսն էլ ես բաց թողել, բայց օհանավանցիներ, հովանավանքը ազատագրման կարիք ունի, դուք կարող եք դա անել, կարող եք գնալ Ստյոպիկին պարզապես առած Նիկոլի ընդեղա, չէ Ստյոպիկը, եթե դուք հայ եք, մեջներդ հայեր կան, գնացեք ուղակի ձեր սրբավայրից, դուրս շպրտեցիք այդ թուրքի թափթփուկին, այդ հարամիկին, Իշտի ծաղելի եք, ատամնաբուժը սարկավակ, որ ընդհանրապես ոչ մի ուրիշ կրթություն չի ստացել, ատամնաբուժել աշխատում է, բերել էր Նիկոլը, որ հովանավանքում սարկավակ աշխատի իր համար։ Ինչ այն, տատիրովկով քահանայի օգնական, ես շատ գիտեմ էլ ինչ, գուցե իսկականից չոքեիք նամազանեիք հասկանայինք ինչա կատարվում իրական, չնայած պարզ արդեն էլ ինչ, իսկ ժողովուրդ, այդ որ դուք ասում եք, սա նրա արածն են, մեկը նրա թիմն է, սա նրա մարդն է, ինչքան են տվել, ում են տվել, հասկացեք վերջապես, մենք կորցնում ենք կյանք, պետություն, հայրենիք, այդ ինչ պտի տան ինձ կամ ինչ որ մեկ պայքարողի, որ հայրենիք արժենա, որ եռապատկված եռաբլուր արժենա, ինչ մեղք պտի գործած լինեն նախկին 3 նախագահները իրար հետ վերցրած, որ եռապատկված եռաբլուրի գոնե 1% մեղքը գործած լինեին, մի հատ հարցրեք զոհվածների ծնողներին, կա նման մեղք, որ կարա չափվի, գոնե մի կորցրած տղայի զինվորի, մատաղ տված իր աթոռի համար Նիկոլը մատաղ տվել է 5000 երեխաներին, դա դեռ եռաբլուրը, իսկ ամեն մի գյուղու շրջան ունի իր եռաբլուրը, Գառնիում կա ֆիդայիների բարձունք, որտեղ որ հանգչում է լեգենդար, հրաշք հրամանատար, հայրենասեր Արտուր Հակոբյանը, վերջերս հոկտեմբերի 21-ին իր ծնունդն էր, ուրիշ տղաներ, ու այդպես ամեն մի գյուղն ունի իր եռաբլուրը, իսկ եռաբլուրը եռապատկվել է, ես հիմա մեր ողջ հետ եկածներին 44 օրյայի և ընդհանրապես նախկին ներկա բոլոր տիպի իրենց հայրենիքի զինվոր համարողներին կոչ եմ անում, տղերք հերիքա լռեք, գիտեմ որ ձեր վախը հաստատ Նիկոլը չի կարա բռնի, այդ թափթփուկ այդքան չկա, իրա ենիչերիներով, ոստիկաններին այլևս ես ասելու եմ ենիչեր, որովհետև այդքան ասում ենք, արա այդքան բացատրում ենք, դատավորները մեղադրողից մեղադրյալ են սարքում, հիմա օրինակ իմ գործերը դատարանում են, ես ասել եմ ինձ առևանգել են, ու փոխանակ իրենք գտնեն առևանգողին, ասում են, չկա ոչ մի փաստ, որովհետև ընդեղ ոչ մի բան նկարահանում չի եղել, այսինքն պետք է կամերայում անգանք, ու փոխանակ ինչ որ բան անեն, իրենց մի հատ իրենց դուրը պահող քննիչ էին ճարել, ու քրեականի պետը տեղակալ, ու գործը շուռ են տվել, ու հիմա ես մեղադրողից մեղադրյալ եմ, այսինքն առևանգեն ինձ, փորձեն իմ վրա ճնշում գործադրեն, ահաբեկեն ինձ էլ դատի տան, բայց մեկ է, պայքարել չեմ թողելու, ես հայրենիք եմ կորցնում, դուք չգիտեմ ինչ եք կորցնում, բայց ես հայրենիք եմ կորցնում, ոչ թե ինձ հետաքրքիր չի, ով ինչ կլափի, ով ինչ գույնը աթոռ կուզի, ինձ պետք է որ եռաբլուրը չավելանա, ինձ ու իմ նմաններին, պետք է որ ես գրող եմ հանգիստ նստեմ իմ հերթական գիրքը գրեմ, ինձ պետք է որ ես կարողանամ եկող մատաղ սերնդին, իմ հաղթանակի փորձը փոխանցեմ ինչպես առաջի պատերազմի ժամանակ, Հակոբյան Աննային, որ մեդալները շպրտել եմ ռոժիտ,
Չեմ ուզում նորից ինչ-որ մեկի դեմքին իմ արյամբ վաստակած մեդալները շպրտեմ։ Ուզում եմ իմ փորձը փոխանցեմ մեր սերունդներին, հպարտ փոխանցեմ, հաղթանակ փոխանցեմ։ Էս ինչ վիճակ է տղեր, դուք չեք խելագարվում, ես խելագարվում եմ արդեն այս վիճակից։ Ես բոլոր զենքառած տղերքի մասին եմ խոսում, ես բոլոր զենքառած տղերքին եմ ասում։ Տղերք ասելով ես կանանց էլ նկատի ունեմ։ Էս ինչ վիճակ է։ Կարողանում եք հանգիստ քնել։ Զոհվածի ծնողներին եմ ասում, վիրավոր հետեկած տղերքին եմ ասում։ Առաջի պատերազմի հաղթանակած տղերքին եմ ասում, ոնց եք կարողանում ինչ-որ բառ գտնել, որով արդարացնում եք թե ձեր լռությունը, թե Նիկոլի արածները։ Էս ինչ վիճակ է, տղերք։ Ու սպասում եք, որ ինչ-որ մեկը պետք է անի կամ ինչ-որ մեկը աթոռ է ուզում։ Ում է պետք Նիկոլի, թուրք Նիկոլի պղծած աթոռը, ոչ մեկին։ Ու նա ով կցանկանա այս ավերակները Նիկոլի ավերած, այստեղով թուրքերն են անցել և KP-ն, Քեմալի պուճուրները, ովքեր որ կցանկանան, ով որ կցանկանա այդ աթոռին նստել, միշտ ասել եմ, կրկնում եմ ևս մի անգամ, նախ նրան պետք է հոգեկան հիվանդի թուղթ տալ, հետո հերոսի կոչում նոր այդ աթոռը, որովհետև ոչ մի ադեկվատ մարդ չի համաձայնվի Նիկոլի այդ ավերակների վրա նորից երկիր ու պետություն կառուցի։ Ժողովուրդ եկեք հավաքվենք, ընդդիմադիրներ, հիմա այսօր կոչս կոնկրետ ձեր մասին է, ձեր հետ եմ խոսում։ Եկեք հավաքվենք, մենակով չի լինելու, խումբ չի լինելու, Նիկոլի ցանկությունը հենց դա է։ Եկեք գոնե մի անգամ, մի քանի ժամով հավաքվենք իրար գլխի, բռունցքվենք ու բռունցքով տանք այդ թուրքի բջի ծնոտին ասենք քո տեղը, այդ որ գնացել տեսել ես, քո նախկին կամերան, այդ կամերան է։ Շան տեղը շանաբուննա, շամբուննա, գնա բունետ, Նիկոլ, քո տեղը բուննա, ու քո հետ միասին այդ առաջի 30-ըդ, այդում ցուցակագրում ես հերթական ընտրություններին, դեղ ալենուղտ, ընդե մի քանիսը կանը տենց, էշու էշավոտնուկով, հա, ու մեկ էլ Աննա Հակոբյանին հետ բերել, որպեսզի դատարանի առաջ կանգնի, որովհետև կոնկրետ Աննային կոնկրետ ես հարցեր ունեմ։ Ու այդ հարցերի պատասխանը միայն դատարանով պետք է լինի։ Հիմիկվա այժմյան դատավորներին էլ ևս մեկ անգամ մի խորացեք այդ կեղտի մեջ, բոլորիդ օգտագործելու այդ գործտվողը։ Նիկոլը 5 գործտվող է։ Օգտագործելու է բոլորիդ, թողելու է մեղքի պատասխանատվության տակ։ Ժողովրդի լեզվով ասած, քաքի մեջ կներեք։ Ու ինքը նորից ասելու է, ես մեղավոր չէի, ես ինչ եմ արել, որ ամեն ինչ արել եք դուք, որտև ձեր ձեռքերով է անում։ Չնայած ինքը արդեն իր մեղքի բաժինը այնքան ունի, որ 3 կյանք ցմահ դատապարտվի, դեռ քիչ է։ Եկեք միավորվենք։